Բարև ձեզ, ես այսօր իմ դասարանով գնացել էի շունն ու կատուն ներկայացումը դիտելու։ Հիմա կպատմեմ, թե այնտեղ ոնց եմ անցկացրել։ Մենք առաջինը ավտոբուսով գնացինք, հասանք, հետո մենք այնտեղ սպասեցինք մինչև ներկայացումը սկսի, հետո որ սկսվեց մենք ուրախ հանդիպեցինք ներկայացմանը։ Այնտեղ առաջինը շունը գդակ ուներ, հետո քամի եղավ, գդակը տարավ ու հերթով մարդիկ գալիս էին կատուներից ուզում էին գդակ։ Առաջինը եկավ տիկին խոզուկինյուն, հետո ավանակը, հետո Շունը մորթի էր բերել հետը նաև, որ կարեր գլխարկ, ոչ թե ինքը ուզում էր առնել այնտեղի գլխարկներից, բայց մի օր թագավոր քարայծը եկավ ու թագավոր քարայծը ասեց իմ համար իր մորթից կարի ու շան համար չկարեց, իր մորթուց կարեց քարայծի համար։ Ինքը ասում էր ուրբաթ կգաս կատուն, ու ինքը ուրբաթ եկավ, տեսավ չկա համ իր մորթին, համ էլ չի կարել։ Ասում է մի քիչ լավ հաշվի, այսօր ուրբաթ չի։ Դուրսը քերի քութին ման էր գալի առանց գդակ, որովհետև գլուխը մրսում էր, հետո ուրբաթ էր գնաց, որ գնա դուռը փակեր, հետո մյուս ուրբաթ գնաց, ուրբաթը տեսավ արդեն կա, այդ ուրբաթը արդեն ջղայնանում էր քուչին, որովհետև չէր կարում։ Գնացին թագավորի սենյակ ու իրար անդադ վիճում էին։ Շունն ու կատուն էին իրար հետ վիճում։ Ահա։ Ինչ էին ասում։ Գողփիսո քաչալ շուն, երկու հատ ձակ ուներ շունը, երկու հատ ձակ կատուն, երեխեքները իրար հետ էին կռվում, իրանք իրար հետ շունն ու կատուն, շներն ու կատվերը իրար հետ կռվում էին։ Ով հաղթեց վերջում։ Ոչ մեկ։ Շատ լավ, հավանեցի ներկայացումը։ Հա։ Տեսություն։ Մինչ նոր հանդիպում։